Ժամանակով մի խոհարար է լինում, անունը Գրետել։ Նա կարմիր կրունկավոր կոշիկներ է ունենում, ու երբ հագնում է փողոց ելնում, անընդհատ շուռումուռ է գալիս, մեկ աջից նայում իրեն, մեկ ձախից, իր մեջ ուրախանում ու մտածում. «Կարգին սիրուն աղջիկ եմ»։ Գալիս է տուն, ուրախությունից մի քիչ գինի խմում, դե որ գինին խմում է, ախորժակն էլ բացվում է, ու սկսում է համտես անել իր պատրաստած ամենալավ խորտիկներից։ Էնքան է համտես անում, որ լավ կշտանում է, հետո ասում է. որ խոհարարը համտես չանի, ոնց կիմանա, եփածը համով է, թե չէ։ Մի անգամ նրա պարոնն ասում է. «Գրետել, էսօր հյուր ունեմ, 2 հավ կտապակես, տես հա, համով լինի»։ «Շատ լավ, պարոն ջան, համով կլինի», պատասխանում է Գրետելը։ Հավերը մորթում է, եփեկան ջրի մեջ մտցնում, հանում, փետրում, հագցնում շամփուրներին ու դնում փուռը։ Արդեն իրիկնադեմ է լինում։ Հավերը տապակվում են, համարյա պատրաստ են, բայց հյուրը դեռ չի երևում։ Գրետելը պարոնին ասում է. «Եթե հյուրը չի գալու, հավերը փռից Գրետելը պարոնին ասում է. «Եթե հյուրը չի գալու, հավերը փռից հանեմ, հիմի լավ հյութալի ժամանակն է, թե չէ որ չորացավ, բանի պետք չի լինի»։ Պարոնն ասում է. «Որ էդպես է, հիմի գնամ հյուրին կանչեմ»։ Պարոնը գնում է, իսկ Գրետելը հավերը մի կողմ է դնում ու ասում, որ փռի մոտ երկար եմ կանգնել, քրտնել եմ, ծարավել, ինչ իմանամ, թե նրանք երբ կգան, գնամ մառան, մի կում խմեմ գամ։ Իջնում է մառանը, գավաթը դնում ծորակի տակ ու ասում. «Աստված քեզ օգնական, Գրետել»։